սպասում այսօր ինչ տեղի կունենա։ Տեսնենք ինչ տեղի կունենա, մենք եկել ենք եկեղեցու մեր աջակցությունը ցույց տալու մեր ներկայությամբ, մնացած տեսնենք, հուսով եմ այն լուրերը, սադրանքների ու մնացածի հետ կապված իրականություն չեն դառնա։ Փաշինյանը վստահեցնում է, որ ինքը չի ուղղորդել այդ 10 եպիսկոպոսներին, բայց իր ամբողջ աջակցությունն է հայտնում, անգամ շնորհակալություն հայտնեց խիզախության համար։ Հավատում եք Փաշինյանի, որ իր ուղղորդումը այստեղ չկա, իր մատը խառը չի։ Դե միգուցե նկատի ունի, որ Իրան ուղղորդում են Փաշազադեն, Ալիևը, Էրդողանը, ինքն էլ իր հերթին միգուցե այդպես է պատասխանատվությունը գցում, իսկ եթե ավելի լուրջ ծիծաղալու է այդ ամեն ինչը։ Միանշանակ չէ, այս ամեն ինչը սկսել է ինքը ու սրա արդյունքում է եղել, այսինքն այստեղ նույնիսկ լուրջ չի էլ այդ ամեն ինչը մեկնաբանել։ Բնականաբար իրենք են ուղղորդում, իրենք են այս ամեն ինչի հետևում կանգնած եւ այսօր էլ այստեղ շատ լավ տեսնում եք էլի, այն մարդիկ ովքեր բերվել են, ովքեր են իրենց բերում, այս ոստիկանական ուժերը, ակնհայտ է։ ՔՊԱ-ականները գրառումներ էին արել, որ դուք իրենց բառերով էլի կտրիչ Ներսիսյանին եք պաշտպանում, որովհետեւ յուրային է նա ձեր թիմի անդամ է, այդպես է թե չէ։ Մենք պաշտպանում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որի վեհապարն է, կաթողիկոսն է Գարեգին Բն, այսքանով ամեն ինչ ասված է։ Իսկ այն բացատրությունները, որ սա եկեղեցու դեմ չէ եւ կաթողիկոսի դեմ է ուղղված, դա սուտ է եւ մենք տեսնում ենք եւ հասկանում ենք, որ եկեղեցուն են հենց հարվածում, փորձում են եկեղեցին քանդել, եկեղեցին հպատակեցնել, չգիտեմ, արտաքին ուժերի պահանջով, թե պարզապես ներսում չունենալ որևէ կառույց, որը իրենց կամակատարը չի լինի այս նպատակներով, բայց արդյունքը նույնն է եւ անթույլատրելի է, մենք պետք է բոլորս այնքան խոհեմություն ունենանք, որ ուղղակի սա թույլ չտանք։ Բա ինչ անենք, որ այս պառակտումը կանխվի, լավ, պարոն Քոչարյան, այս կողմում էս մարդիկ են, մյուս կողմում, ինչպես ասում են, տիրադավների այդ հատվածն է։ Ո՞նց անենք, որ այդ պառակտումը ազգի մեջ չլինի։ Պետք է այս իշխանությունները գնան։ Այս է լուծումը, ինչքան իրանք լինեն, իրանց տեսակով փորձելու են միշտ պառակտել եւ այս գործողությունները շարունակական են լինելու մինչեւ այն փուլում, երբ որ չենք ունենա պարզապես պետականություն։ Այսինքն իրանք պետք է հեռանան, սա է լուծումը, մեծ հաշվով սա է լուծումը, իսկ այդ թե ինչա պետք անել դրա համար, արդեն դա մնացած քայլերն են, որի ուղղությամբ աշխատում ենք եւ աշխատելու ենք մինչեւ վերջ։ Շնորհակալ եմ։